Այս արկղերում առկա ծնեբեկն օրերանց կհայտնվի աշխարհի ամենահարուստ եւ ամենախստապահանջ շուկաներից մեկում՝ Սինգապուրում։ Սա պատմական պահ է։ Առաջին անգամն է, որ հայկական թարմ պտուղ բանջարեղենը հասնում է Ասիայի սիրտը։ Իսկ ամեն ինչ սկսվել է 2010-ին Սյունիքի Տեղ գյուղի մի փոքր հողակտորից։ Այսօր մշակությունն արդեն ընդլայնվել է հանրապետության տարբեր հատվածներում։ Միայն կոտայքի տնտեսությունն է 14 հեկտար, ինչն ամենախոշորն է Հարավային Կովկասում, իսկ ընդհանուր հիմնադրված ու կառավարվող տարածքները հասնում են 30 հեկտարի։ Մենք տեղական շուկայում ենք աշխատում, բայց հիմնական արտահանումը բոլորի պես ԵԱՏՄ շուկայում ենք անում։ Բայց այս վերջի տարիներին արդեն ակտիվորեն զարգացրել ենք բանակցություններ, այցեր, ցուցահանդեսներ ուրիշ ուղղություններով, ոչ միայն այս իրավիճակին ենք սպասում, նաև սա կար, էլի, այս ռիսկի ես միշտ տեսնում եի։ Առհասարակ տնտեսության դիվերսիֆիկացիան շատ կարևոր բան եմ ես համարում։ Ու մենք քայլ-քայլ կատարում ենք։ Ծնեբեկը կարելի է եւ սառեցնել, եւ պահածոյացնել։ Իսկ եթե օրինակ այս տարի բերքը չհավաքեն, հաջորդ տարի կրկնակի ու ավելի հզորացված բերք կստանան։ Արտահանման թիրախում է նաեւ արաբական շուկան, սակայն Մերձավոր Արևելքում ստեղծված պատերազմական իրավիճակն այս ուղղությամբ լոգիստիկ բարդություններ է առաջացրել։ Ինչ վերաբերում է հիմնական ԵԱՏՄ շուկային, այստեղ եւս վերջին շրջանում խնդիրներ են ի հայտ եկել, որոնց հիմքում ֆերմերը տեսնում է ոչ թե տնտեսական, այլ բոլորովին այլ դրդապատճառներ։ Ըստ ինձ ակնհայտ քաղաքականն է, որը առաջացել է։ Նաև ես որպես գործընկեր չեմ ուզում փնովեմ այն շուկային, ում հետ մենք աշխատել ենք, բայց դա չի նշանակում, որ մենք ուրիշ տեղ չպետքա լինենք։ Եվ այս մարտահրավերը թող մեզ լինի դաս, որ մենք աշխատենք, հասկանանք, որ այս խնդրի առաջ վաղ թե ուշ կանգնելու ենք ու փորձենք դիվերսիֆիկացնենք հաջորդ անգամ նման խնդիրների առաջ չկանգնելու համար։ Բարդ իրավիճակից ելքը շուկայի դիվերսիֆիկացումն է։ Իսկ ինչպես է հնարավոր եղել առանց նախադեպի ոտք դնել հեռավոր Սինգապուրի խստապահանջ շուկա։ Ես ստացա չինացի իմ գործընկերից, ով այնտեղ շատ հզոր է ու կայացած։ Դե տեղում ենք շփվել, տեսել եմ այդ ամեն ինչ, 1 տոննայի պատվեր։ Խնդրել եմ, որ մի քանի մասով ուղարկեմ, որովհետև ստանդարտները այնքան բարդ է, որ նախ այդքան ապրանք ստանալա պետք, այդ 1 տոննան 10 տոննից ենք ջոգելու, բայց երկրորդ ամենակարևորը մի հատ ուղարկենք, եթե ինչ-որ խնդիր կա, ասենք ոչինչ, դու այդ ապրանքը մնա քեզ։ Մի հատ եք ուղարկենք, մի հատ էլ միջև մի բանա, տեսեք, կան չէ բժիշկներ, որ գիրք կարդալով շատ լավ բժիշկ են, բայց արդեն վիրահատարանում ուրիշ ձև է։ Սկզբունքները նույնն է։ Երբ որ մենք մտնում ենք բուն գործողության մեջ, մենք պետքա պատրաստ լինենք էլի նաև գործողության ֆորս մաժորների ու դրանից ոնց որ չընկճվենք։ Այդ է պատճառը։ Դրա համար փուլ-փուլ ենք ուղարկում, իհարկե ոչ շատ հեռավոր ժամկետներում։ Ասիական շուկայի համար նախատեսված ծնեբեկն արտահանվում է օդային ճանապարհով։ Առաջին խմբականակն արդեն տեղում է։ 2 օրից կճանապարհվի երկրորդը, իսկ 1 շաբաթվա ընթացքում նաև երրորդը։ Տես Նիկոլայ ջան, հստակ է ստանդարտները, հիմա տեղափոխվենք արտադրամաս ցույց տամ, բայց մի բանն է, որ ստանդարտները հստակ է, մենք այս ստանդարտներով անում ենք, մի բանն է իրականությունը։ Դրա համար հիմա ուղարկում ենք։ Երկու կարևոր բան կա, տեսնում ենք ինչ խնդիր է առաջանում տեղ հասնելուց ճանապարհին, մի հատ սրան ենք ուշադիր, եւ երկրորդը տեղում։ Հետո հետադարձ կապն է գալիս։ Մի հատ իրար հետ հասկանում ենք, ըստ հետադարձ կապի ինչ փոփոխությունների ենք ենթարկում ապրանք։ Արտադրամասում արդեն ֆերմերը ներկայացնում է ԵԱՏՄ եւ Սինգապուրի շուկաների ստանդարտների տարբերությունները։ Այս ամբողջությամբ փաթեթավորված է ԵԱՏՄ ստանդարտով շուկայի։ Սննդային թերմոս արկղ, որտեղ ծնեբեկները դրված են, վերջում դնում ենք խոնավություն կլանող թուղթը, փակում ենք եւ ուղարկում ենք։ Շատ լավ տարբերակ է ու այս տարբերակը մենք ենք, ոնց որ ժամանակի ընթացքում եկել։ Սինգապուրը մեզ ասեց ինձ այսա պետք։ Այս արկղերն են, որոնք միջազգային ստանդարտն են։ Եվ էսա, որ աշխարհի հզոր ծնեբեկը արտադրողներ, Պերու, Մեքսիկա, եվրոպական որոշ երկրներ այ ամբողջությամբ այս փաթեթավորումն են անում։ Տարբեր են ոչ միայն արկղերը, այլև ապրանքի կարգերը։ Որքան զարգացած է շուկան, այնքան խիստ են պահանջները։ Ծնեբեկները իրարից ոչնչով չեն տարբերվում, բացառությամբ չափսերով եւ բարձրություններով։ Այս դեպքում, եթե մենք մոտավորապես 1 տոննայից 200-300 կիլո ենք թափուն ստանում, այս Սինգապուրի դեպքում, այս ԵԱՏՄ-ի դեպքում 40-50 կիլո ենք ստանում։ Այսինքն ինչի մասին եմ խոսում, ստանդարտները ավելի խիստ են։ Դու ոտք ես դնում մի շուկա, որը ասիական շուկաների խաչմերուկն է։
դու պետք է հարմարվես։ Դու պետք է պատրաստանես նախնական որ կարող է գումար չաշխատես, կարող է մինչև ձևավորվի գործընկերային հարաբերություններ։ Եվրոպական հզոր արտադրողների Իսպանիայի, Գերմանիայի կամ Նիդերլանդների հետ մրցակցելու համար հայկական ծնեբեկն ունի եւս մեկ հաղթաթուղթ՝ միջազգային օրգանիկ սերտիֆիկատը։ Բացի այդ, նպատակ կա անցում կատարելու լիարժեք գյուղարտադրության, սկսելով սեփական պահածոների թողարկումը։ Այս պահին էստեղ Սյունիքի տեղ գյուղի տնտեսության ապրանքն է, այս պահին էստեղ Կոտայքի Արագյուղի տնտեսության ապրանքն է։ Սրանք Սինգապուր պիտի ուղարկեք։ Այս մի կապ ծնեբեկից հաստերը, որ այն ինչը համապատասխանում է այդտեղի ստանդարտին, այդտեղ եմ ուղարկելու, այն ինչը պետք է տեղական շուկայում վաճառենք, այստեղ ենք վաճառելու, ու ելի եմ ասում, հուսանք տակը կմնա, վերջապես գյուղարտադրություն կանենք, չենք հասցնում։ Այս ամենակարևորն է, որովհետև մենք ուզում ենք ծնեբեկի պահածոն վերջապես սկսենք։ Դավթյանն օգտվել է կառավարության բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրից, մատչելի վարկ ստացել։ Պետությունը տոկոսադրույքի զգալի մասը սուբսիդավորում է։ Առհասարակ բիզնեսի համար լավագույն տարբերակը մատչելի վարկն է։ Մատչելի վարկ եթե կա, եթե բիզնեսը աշխատող է, գնալով զարգանալու է ու դեմախաղ չի լինելու։ Հայաստանում այս եւ հաջորդ տարի պլանավորվել է ծնեբեկի արտադրանքը հասցնել 400-ից 500 տոննայի, ինչը մեր երկրի համար ըստ ֆերմերի բավականին բարձր ցուցանիշ է։ Նիկոլայ Ավետիսյան, Արման Թովմասյան, լուրեր։